Առաջինը ցանկանում եմ հետևյալը նշել, Սամվել Կարապետյանը, թե որպես ազգային բարերար, թե որպես Հայաստանի Հանրապետության, երևի թե ամբողջ նորագույն պատմության ընթացքում ամենամեծ բարեգործություններ արած անձը, եթե մարդկային լեզվով ձևակերպեմ, Հայաստանի Հանրապետության համար միայն լավն է արել, իսկ թե ինչ կատարվում է իր նկատմամբ վերջին 7 ամսվա ընթացքում, սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա ոչ միայն հաշվեհարդար է, սա ոչ միայն քաղաքական հետապնդման ամենանենգ դրսևորումն է, այլ ես չգիտեմ սա ինչ է։ Ինչ եմ ուզում ավելացնել այս ասածից։ Տեսեք, Սամվել Կարապետյանը իսկապես առողջական ոչ մի խնդիր չունեցող ուժեղ հայ տղամարդ, ով կալանավորման ընթացքում այնպիսի պայմաններում է գտնվել, այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք կներեք արտահայտությանս համար, բայց բացառապես դիտավորությամբ կատարված երևույթներ են իմ պատկերացմամբ։ Առողջական բնույթի հարցերը, որոնք ի հայտ են եկել, խոսքը գնում է թոքաբորբի մասին, խոսքը գնում է նաև ներկայումս կորոնավիրուսային հիվանդության մասին, ես դա ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ եմ տեսնում, ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում պաշտոնյաների ձեռնարկած անգործության եւ գործողությունների ինչ-որ իմաստով երևույթում։ Ես հստակ ուզում եմ ասել բժշկական օգնության իսպառ բացակայության մասին։ Ես երբ ծանոթացա, որ ՊՕԱԿ-ի տնօրենը հայտարարում է, որ գանգատներ չեն եղել, դա իսկապես ապշեցնող է։ Դուք այդ ձև եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում պայմանները, դուք այդպես եք պատկերացնում մարդու նկատմամբ վերաբերմունքը, ես անկեղծորեն եմ ասում, սա իսկապես մարդասիրություն չէ։ Չգիտեմ սա ինչ երևույթ է։